Սաղմոս 132 Տեր, հիշիր Դավթին և նրա բոլոր նեղությունները, որ երդվեց Տիրոջը և ուխտ դրեց Հակոբի զորավորի հետ, ասելով. տանս հարկի տակ չեմ մտնի և իմ գցած անկողնու վրա չեմ ելնի, իմ աչքերին քուն չեմ տա և ոչ էլ իմ արտևանունքներին նինջ, մինչև որ տեղ չգտնեմ Տիրոջ համար և բնակարան Հակոբի զորավորի համար։ Ահա նրա մասին լսեցինք և այն գտանք անտառի դաշտերի մեջ, թող մտնեն նրա բնակարանները, երկրպագենք նրա պատվանդանի մոտ։ Տեր, ելիր և մտիր քո հանգստության տեղը, դու և քո զորության տապանակը, քո քահանաները թող արդարություն հագնեն և թող ցնծան քո սրբերը, քո ծառա Դավթի համար մի մերժիր քո օծյալի երեսը։ Տերը ճշմարտությամբ երդվեց Դավիթին և հետ չի դառնա նրանից, թե քո որովայնի պտղից պիտի նստեցնեմ քո աթոռի վրա։ Եթե քո որդիները պահեն իմ ուխտն ու վկայությունները, որ պիտի սովորեցնեմ նրանց, ապա նրանց որդիներն էլ պիտի հավիտյանս հավիտենից նստեն քո աթոռին։ Որովհետև Տերը Սիոնն ընտրեց, հավանեց այն և բնակարան դարձրեց իր համար։ Այս է հավիտյան իմ հանգիստը, այստեղ պիտի բնակվեմ, որովհետև սրան հավանեցի։ Օրհնելով պիտի օրհնեմ նրա կերակուրը և նրա աղքատներին պիտի կշտացնեմ հացով։ Նրա քահանաներին փրկություն պիտի հագցնեմ և նրա սրբերը ցնծալով պիտի ցնծան։ Այնտեղ Դավթի համար եղջյուր պիտի բուստնեմ և ճրագ պիտի պատրաստեմ իմ օծյալի համար։ Նրա թշնամիներին ամոթ պիտի հագցնեմ, բայց նրա վրա պիտի ծաղկի իր պսակը։